Այսօր ջիմում պարապում էի ու մի հատ սարքավորումի վրա մեկը հանում էր ու իրան մոտիկացա, որովհետև ես էլ էի ուզում այդ նույն սարքավորումը օգտագործեի ու ասեցի քանի մոտեցում է մնացել ու ինձ այդ մարդը ասեց 4, բայց ինքը արդեն օգտագործում էր, այսինքն 4 հատ ավել մոտեցում, այսինքն ինքը մինիմում 5 մոտեցում այդ սարքավորումի վրա անում էր ու չգիտեմ ում է պետք է սիրել, բայց համարյա թե երբեք իմաստ չունի նույն վարժությունը անել 5 մոտեցումով։ Գիտեմ, որ շատ ընդունված է անել ամեն վարժությունը ամենաքիչը 3-4 մոտեցումով, ասենք 12 կրկնությամբ, բայց էսի շատ քիչ էֆեկտիվ ձև է վարժությունները անելու։ Ասենք մի վարժությունում 5 մոտեցում անելը կարող է իմաստնալից լինի մենակ այն դեպքում, եթե դա միակ վարժությունն է, որը դու անելու ես տվյալ մկանային խմբի համար այդ պարապմունքի ընթացքում, ու նույնիսկ այս դեպքում համարյա թե միշտ դու կարաս սրա տեղը անես, ենթադրենք մի 2 վարժություն, 2 մոտեցումով, որպեսզի այդ նույն մկանի տարբեր զոնաներ թիրախավորես, ու էսի ավելի էֆեկտիվ է լինելու ընդհանուր մկանային աճի համար։ Խնդիրը այն է, որ ամեն հավելյալ արած մոտեցում տվյալ մկանային խմբի համար առաջացնելու է ավելի քիչ հավելյալ մկանային աճի ստիմուլ, քան նախորդը, բայց միևնույն ժամանակ առաջացնելու է ավելի շատ fatigue, այսինքն ավելի շատ ժամանակ է պահանջվելու վերականգնվելու համար, քան այն նախորդ մոտեցումներից։ Ինչը նշանակում է, որ ընդհանուր պարապել ավելի բարձր հաճախականությամբ, բայց ավելի քիչ մոտեցումների քանակով երկարաժամկետ շատ ավելի էֆեկտիվ է լինելու, որովհետև դու ավելի շատ մկանային աճի ստիմուլ ես ստանալու ընդհանուր ու ավելի հեշտ ես վերականգնվելու սրանից։